Կրկին բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում 168 ժամի հատուկ թողարկումն է ուղիղ եթերում ենք աշխատում։ Մինչ իմ զրուցակցին ներկայացնելը ես ներկայացնեմ տվյալները, այս պահի դրությամբ փակվում են իհարկե ժամը 8-ը արդեն լրացել է եւ փակվում են ընտրատեղամասերը, սակայն բոլոր նրանք, ովքեր 20:00-ի դրությամբ դեռ տեղամասում են, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել եւ չթողնել քվեարկության։ Իրավաբան փաստաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացրել է նաեւ, որ ժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար, ներկաները մնում են այնքան, մինչև քվեարկեն եւ դուրս գան, անգամ եթե դա տևի եւս 30 կամ 40 րոպե։ Հետեւաբար որևէ մեկը իրավունք չունի, եթե դուք այնտեղ եք գտնվում, ձեզ արգելել քվեարկությանը մասնակցել։ Փաստաբաններից մեկը ներկայացրել է, որ 30,000 արցախցի փաստաբանը ներկայացրել է, որ 30,000 արցախցիների թույլ չեն տվել, որպեսզի մասնակցեն ընտրությունների։ Ուժեղ Հայաստանը տեղեկացնում է Գոհար Մելոյանը, որ իրենց կուսակիցների, իրենց համակիրների ձերբակալումների թիվը հատել է 200-ի սահմանը։ Տեղեկություն ստացվեց, նույնիսկ տեսանյութ հրապարակվեց այն մասին, որ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին են բերել քվեարկելու, մասնավորապես նշվում է Նուբարաշենի 10 կոտորակ 51 ընտրատեղամասի մասին։ Նշեմ, որ քիչ առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ընտրություն է կատարել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Մենք ողջունում ենք Արմեն Աշոտյանին։ Իհարկե քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի լրագրողները հարցեր տան Արմեն Աշոտյանին։ Նշվեց, որ որոշ ընտրատեղամասերում արդեն հոսանքազրկումներ են, նշեմ այդ ընտրատեղամասերը 17/37, 18/36, 18/14, 18/32, 18/54, 18/79 այս ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են, այս մասին դեռևս քաղաքագետ Վահե Դավթյանն էր ահազանգ հնչեցրել ժամեր առաջ, որ քաղաքի տարբեր հատվածներում հոսանքազրկումներ են, բայց ամենահետաքրքիրն այն է, որ ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը, որը հիմա կառավարիչ է նշանակվել Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի էլեկտրական ցանցերում, վստահեցրել է, որ կչեզոքացնեն հիբրիդային միջամտությունները կապված հնարավոր հոսանքազրկումների հետ։ Չգիտեմ ում վրա եմ ուննատ գալիս ու գուցե բողոքում, երբ որ ինքն է անջատողն էլ միացնողն էլ, այնտեղ էլ հո հիմա Սամվել Կարապետյանը որևէ բան միջամտություն չի կարող անել։ Նաև ներկայացնեմ վերջին տվյալը, դեռևս 17:00-ի դրությամբ քվեարկության արդյունքներն են հայտի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր, որ այդ ժամի դրությամբ մասնակցել է 1,224,957 ընտրող, այս պահի դրությամբ այս տվյալներն են։ Ներկայացնեմ իմ հյուրին, Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է իմ հյուրը, առցանց կապով ես կզրուցեմ նրա հետ։ Բարի երեկո, պարոն Խաչիկյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, արդեն ավելի լավ, դուք ինչպե՞ս եք։ Արդեն ավելի լավը չգիտեմ ինչով է պայմանավորված, գուցե մասնակցության քանակով, բայց ՔՊԱ-ականները վստահ են, շատ վստահ են խոսում, նույնիսկ ասում են բացառված է, որ ընդդիմությունը հաղթի, իրենք են լինելու իշխանության։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը բացառում է, որ ընդդիմադիրները կհաղթեն, հաղթանակի կհասնեն, մեջբերեմ նրա խոսքը, կարող են վարչապետի թեկնածու ունենալ, բայց իրենք պետք է ունենան մեծամասնություն, որը բացառված է։ Լրագրողների հետ զրույցում են նա ասել, այնպես որ նրանք եւս շատ վստահ են խոսում։ Ինչի վրա է հիմնված ձեր լավատեսությունը, պարոն Խաչիկյան։ Դե նախ որ մարդիկ մասնակցում են, ես շատ շնորհակալ եմ մեր մարդկանց, մեր հասարակությանը, որ գնացին, մեր ձայնը լսեցին, մասնակցության մակարդակը աննախադեպ է, շատ բարձր է։ Ես շատ շնորհակալ եմ եւ բոլորին ողջունում եմ, խոնարհում եմ բոլորի առջև։ Սա մեր միակ պատասխանն է այն խայտարակ խախտումներին, հարյուրավոր խախտումներին, որոնք մենք տեսանք։ Հարյուրավոր, հազարավոր ահազանգեր էին հնչել։ Հազարավոր։ Ինձանից լավ գիտեք, այո, հազարավոր ուրեմն։ Եվ տեսեք իրանց այդ վստահությունը նրանից է գալիս, որ նրանք մարդ են ծեծում, հանում են դուրս ծեծում են։ Տեսակ
բանի ընտրական ներկայացուցիչներից մեկին հանեցին դուրս, հարձակվեցին մարդու վրա, խմբակային ձևով սկսում են քվեարկել, խմբերով մտնում են խցիկների մոտ, մարդկանց ուղղորդում են, ստուգում են մարդիկ ոնց են քվեարկել, երևի արդեն խոստում եղել է ինչ-որ ձևով քվեաթերթիկ էին ներս տանում եւ դուրս բերում։ ԿՊ-ի քվեաթերթիկը տանում էին, երրորդ համարի քվեաթերթիկը ուժեղ Հայաստանի դուրս էին բերում։ Այո, սա կոչվում է կարուսել։ Մենք սրան մասին զգուշացնում ենք, իսկ հիմա էլ, ինչպես ասում է, յիշոնի վեճեր։ Հիմա էլ լույս անջատելու ժամանակն է եկել, ըստ հին ավանդույթների, որոշ բաներ չեն փոխվում։ Ես խնդրել եմ մեր ժողովրդին, որ մոմերով գնան կամ ֆանարիկներով, որ Իդեպ միտեղ ֆանարիկով էին ընտրում, որովհետև համապատասխան լուսավորությունը տեղամասի չէին ապահովել։ Շատ լավ է, շատ տեսնում եք, ուրեմն մենք ճիշտ ենք ասում։ Ես կարծում եմ այս բոլոր, սա նախ ասեմ, որ ամենակեղտոտ, ամենազարհուրելի ընտրությունն է, որը ես հիշում եմ իմ կյանքում, գուցե նաև Հայաստանի վերջի 10-20-30 տարվա ընթացքում այսպիսի բան չի եղել։ Նշեմ, որ Միացյալ Նահանգներում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, բոլոր երկրներում ես այսօր նայեցի, քրեական հանցագործություն է, որը պատժվում է բանտարկությամբ, եթե դուք մարդու կողքը կանգնեք քվեարկելու ժամանակ, իրան ուղղորդեք, ստուգեք նա ոնց է քվեարկել, այդ բոլոր խախտումները բոլոր ցիվիլ երկրներում համարում են քրեական հանցագործություն։ Միացյալ Նահանգներում ես 2 անգամ քվեարկել եմ, 2 անգամ էլ սխալ ցավոք սրտի, բայց այսպիսի խախտումներ հնարավոր չի պատկերացնել։ Սա եւ շատ հետաքրքիր է, որ մեր այսպես ասած մարդու իրավունքների պաշտպանները լռում են ինչպես միշտ, որը հարց է առաջացնում, իսկ ձեր գործի անունը ինչ է, դուք ինչով եք զբաղվում Հայաստանում այսքան տարիներ։ Որտեվ եթե իրենք կառավարիչն են, հիմա հեծում իրենք են պատասխանատվություն կրում, իրենք են որոշում կայացնողը, իրենք են լույսը ապահովողը, իսկ ումից են մունատ գալիս։ Ումից են ինչ պահանջում։ Պարոն Խաչիկյան, ուզում եմ փաստորեն խոսենք այդ մասին, դարձել շարունակում են պնդել, որ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում Ռուսաստանի կողմից, որ իրենք թույլ չեն տալու, կանխելու են այդ ամենը, ով է իրականում հիբրիդային պատերազմ իրականացնում Հայաստանում։ Այն մարդիկ ԿՊ-ից, որոնք կանգնած են ընտրական այդ վայրերում, որոնք մարդկանց ուսի հետևը կանգնած նայում են, նրանք ազգությամբ ռուս են, նրանք Ռուսաստանից են, այն մարդիկ, որ հարձակվեցին ընտրական կոմիտեի անդամին, տեսակ ինչ վնասվածքներ հասցրեցին, նրանք էլ են Ռուսաստանից։ Այն մարդիկ, ովքեր այդ քվեաթերթիկները բերում տանում են, այդ կարուսելն են անում, ովքեր ցույց են տալիս, թե նրանք ոնց են քվեարկել, ում են ցույց տալիս, ռուսներին, թե ձեզ։ Այդ բառերը, որ սովորում եք, մանկապարտեզից դուրս եկած բառերը, որ սովորում եք, իմացեք այդ բառը ինչա նշանակում։ Այսենց կեղծիքներ, այսպեսի խախտումներ ես կյանքում չեմ տեսել, սա զարհուրելի է, հարյուրավոր, արդեն 1000-ից ավել զանգեր կան, ահազանգեր կան, սա շատ տգեղ, շատ խայտառակ ընտրություն է, բայց դա էլ չի օգնի, որովհետև մեր ժողովրդի հսկայական մասը մեր ձայնը լսեց եւ գնաց քվեարկության։ Իդեպ հենց նոր տեղեկություն ստացանք, որ տեսաուղերձով հանդես են եկել Նարեկ Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը, նրանք համատեղ հայտարարություն են արել, ասելով, որ մեր հաղթանակը շատ մոտ է։ ԿՊ-ն սակայն շարունակում է պնդել, որ բացառվում է, կարդում եմ, նայում եմ, հետևում եմ նրանց հայտարարությունները, այնուամենայնիվ նրանք բացառում են, որ ընդդիմությունը կարող է հաղթել։ Շանսերը դուք ինչպես եք գնահատում միացյալ ընդդիմության։ Կարծում եմ, որ միացյալ ընդդիմության շանսերը շատ լավ են։ Ես տեսա որոշ թվեր, ես երևի պետք չի սա ասել եթերով, հիմա այսօր երևի իրավունք չունենք ասելու, բայց ես տեսա որոշ թվեր, այսպես կոչված exit poll-երի, այսինքն մարդիկ, ովքեր դուրս էին գալիս քվեարկությունից, որոնք ցանկանում էին հայտնել, թե ինչպես են քվեարկել, եւ այդ թվերը շատ դրական են ընդդիմության ուժերի համար։ Ես դա եմ տեսել։ Եթե իհարկե նրանք կան բոլորից ծեծեն, ելի մտնեն լույսը անջատեն, քվեաթերթիկներ լցնեն, էլի խմբերով մարդ բերեն 2-3 անգամ գնան քվեարկեն, իհարկե այդպես չի լինի։ Երևի դրանից են այդքան վստահ, բայց չնայած այս բոլոր խախտումների թվերը իշա ընդդիմության են։ Իդեպ նաև նշեմ, որ փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել է, որ ձերբակալված անձանց մոտ պաշտպաններին չեն թողնում։ Դեմոկրատիան ծորում է, ծորակը փակ եք գրել է նա, գրառում է կատարել, փաստորեն մարդիկ չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, իրենց իրավունքներից օգտվել։ Ես այսպիսի բան
Այո, ճիշտ արեցիք, որ հիշացրեցիք, ես այսպիսի բան որևէ երկրում չեմ հիշում, որ ընտրության օրը, հենց ընտրության օրը շարունակվեն տասնյակ մարդկանց, ոչ թե տասնյակ, հարյուրավոր մարդկանց ձերբակալել։ Սադամ Հուսեյնը ղալաթ է արել ձեր դեմ։ Մուամմար Կադաֆին, Սադամ Հուսեյնը, Հաֆիզ Ասադը հիմա երևի կնստեին ստեղ գրառումներ կանեին, թե ինչպես է պետք ընտրություններ անցկացնել։ Ես տեսա ինչ որ exit poll է հրապարակվել, որում նշվում է, որ ընդդիմությունը համատեղ ուժերով առաջի անցել քաղաքացիական պայմանագրից։ Համացանցում նման exit poll-եր են տարածվել, ըստ հրապարակված ցուցանիշների գործող իշխանությունը զիջում է հավաքական ընդդիմությանը, Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 32.7%, ըստ այդ ցուցանիշի, մինչդեռ խորհրդարան անցնող հիմնական ընդդիմադիր ուժերի ընդհանուր քվեն կազմում է 52.9%, Ուժեղ Հայաստանը 29%, Հայաստան Դաշինքը 13.2%, Բարգավաճ Հայաստանը 61%, Միասնության թևերը 4.6%, այսինքն այն ինչի մասին ասվում էր, որ 3-4 ընդդիմադիր ուժերը հաղթահարելու են եւ միացյալ ուժերով կարողանալու են իրենց հաղթանակը ապահովել, ընդդիմության հաղթանակը, տեսնենք, այնուամենայնիվ լրատվամիջոցները արդեն տեղամասերից կներկայացնեն ուղիղ եթերով տեսնենք ձայների հաշվարկը։ Պարոն Խաչիկյան, Ռուսաստանը այնուամենայնիվ որևէ միջամտություն դուք կարծում եք չարեց, որովհետև ես չեմ կարող նաև չասել, որ այդ կոշտ հայտարարությունները, որոնք հնչեցին Ռուսաստանից ի պատասխան Փաշինյանի քաղաքականության, դա եւս միջամտություն էր, այն որ Վլադիմիր Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ նա ասաց, որ այսպես ասած Ռուսաստանամետ ուժերը պետք է հնարավորություն ունենան մասնակցելու, դա էլ էր որոշակի միջամտություն։ Իհարկե համեմատելի չի, բայց ձեր կարծիքը։ Դե իհարկե դա որոշ աստիճանով դա իհարկե ճնշում է, բայց եկեք մյուս կողմից էլ նայենք։ Մենք մեր մոտ կազմակերպում ենք քաղաքական Եվրատեսիլ, հրավիրում ենք բոլոր թշնամիներին Ռուսաստանի եւ համար 1 թշնամուն եւ մեր տարածքից նա սպառնում է Մոսկվային։ Դա էլ երևի խելացի քայլ չէր, դիվանագիտական քայլ չէր։ Ես չեմ արդարացնում այն փաստը, որ մենք, այսինքն մեր գյուղացիները, մեր ֆերմերները ենթարկվում են այսպիսի սանկցիաների, փաստորեն չեմ արդարացնում դա, այո, դա իհարկե թույլատրելի չէ, բայց մյուս կողմից ինչ տվեց մեզ այդ Եվրոտեսիլը քաղաքական, ինչ տվեցին մեզ այդ սուտ սրտիկները, ինչ տվեց մեզ Զելենսկու այդ սպառնալիքը, ինչի համար մենք դա արեցինք, ինչու մենք զրկվեցինք Ռուսաստանի շուկայից, դա ում շահերին է համապատասխանում, երբ ենք մենք այդ 5 բուկետ ծաղիկը Լատվիայում ծախելու, այսինքն մենք Եվրոպայից, Նիդերլանդներից բերելու ենք այդ սերմերը Հայաստան, որ հետո հետ տանենք Եվրոպա, սա ուղղակի հանճարեղ։ Այսօր հայտնի դարձավ, որ X-ում գրառում է կատարել Նիդերլանդների արտգործնախարարը եւ ասել է, որ նիդերլանդական Royal Flora Holland-ը բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար, նրանց կապելով Եվրոպայի եւ դրանից այն կողմ գտնվող գնորդների հետ։ Նիդերլանդների արտգործնախարարը, բայց ես նաև տվյալ հրապարակեցի, որ տարբեր ծաղիկների արտահանումով Նիդերլանդների թագավորությունը առաջինն է ամբողջ աշխարհում եւ իր տնտեսության մեջ դա զգալի տեղ է զբաղեցնում։ Հիմա ես ոնց հասկանամ, սա ինչ էր։ Ես առաջարկում ենք մեր արտաքին գործերի նախարարը ապագա Նիդերլանդներին հայտնի, որ մենք մեր շուկան բացում ենք Նիդերլանդների լավաշի եւ քյաբաբի համար։ Թող բերեն Հայաստանում լավաշ ծախեն եւ քյաբաբ։ Ես կտեսնեմ դա ոնց է լինելու։ Նիդերլանդացիները շատ հանգիստ, շատ խաղաղ ժողովուրդ են, բայց ես կտեսնեմ, թե որքան օր կամ շաբաթ կանցնի, մինչեւ նրանք դուրս գան փողոց, ինչպես դուրս եկան լեհերը, բոլղարացիները, ռումինացիները, ֆրանսիացիները, իտալացիները, գերմանացիները, բելգիացիները, երբ Ուկրաինայից սկսեցին ցորեն բերել։ Ես կցանկանամ դա տեսնեմ։ Այս ինչքան է տևելու, որ մենք Նիդերլանդներին բան ծախենք, ծաղիկ, իսկ գուցե էսկիմոսներին սառույց ծախենք, դա էլ կարանք անենք, էսկիմոսներին կարանք սկսել սառույց ծախել, ինտուիտ են կոչվում հիմա իդեպ, ոչ թե էսկիմո։ Իդեպ ես հիմա նայում եմ նոր տեսանյութ եկավ, սա ուղղակի չգիտեմ ինչ է, ծեծ կրտուկ է 13 կոտորակ 29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվում է Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա, ուղղակի չգիտեմ
ուղղակի ծեծ կրթուկ է, չգիտեմ ինչքանով սա կերևա։ Երևում է, հա, զարմանալի ոչ մի բան չկա, ես համոզված եմ, որ սա իմ համացանցում կա արդեն, ոչ մի զարմանալի բան չկա, այս մարդկանց վերջի հույսը ծեծն է, բռնությունն է, այդ բաներն են, բանտարկություններն են, նրանք այլևս ուրիշ ձև չունեն մնալու իշխանության, ես չեմ զարմանում։ Ես կոչով դիմում եմ իմ գործընկերներին, լրագրողներին, խնդրում եմ հնարավորինս էթիկայի սահմաններում աշխատել, զսպել էմոցիաները, պրոֆեսիոնալ աշխատանք կատարեք, զգույշ եղեք, որտեղ չգիտենք ինչ կլինի ընտրատեղամասերում, որպեսզի պաշտպանված լինեն։ Պարոն Խաչիկյան, 50 միլիոն եվրո է տրամադրում Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Դա ինչով է օգնելու մեր տնտեսվարողներին, ջերմոցապաններին, գյուղացիներին, անընդհատ են տալու օրինակ ասենք այդ 50 միլիոն, ուզում եմ հասկանալ, թե այսպես միանգամյա բաներ, նվերեր։ Դա ցավազրկող է, դա նույն բանն է, որ մենք գնանք հիմա ասպիրին խմենք կամ ադվիլ։ Սա ցավազրկող է, որը որոշ ժամանակով այս ցավը ուղղակի կփափկեցնի, բայց Ռուսաստանի շուկայի մասշտաբը, Ռուսաստանի թվերը էքսպորտի, դա այնտեղ միլիարդների հարց է, եթե չեմ սխալվում, մեր էքսպորտի 90%-ը Ռուսաստանն էր, եւ եթե չեմ սխալվում, ես տնտեսագետ չեմ, բայց հիշում եմ որոշ թվեր, ասենք 4 կամ 5 միլիարդ, դուք ինձանից լավ գուցե կհիշեք, մեր էքսպորտը դա միլիարդների հարց է, ոչ թե 50 միլիոնի, եւ Եվրոպան հիմա իսկապես ունի այդ միջոցները, որ անընդհատ մեզ փաստորեն սպոնսորի, մեզ այդ միջոցները տա։ Եթե դա, ասենք մի քանի ամիս սա ձգվի, մենք կամաց կընկնենք Հունաստանի օրը։ Հունաստանը ապրում է պարտքերի մեջ, քանի որ ժամանակին անընդհատ պարտքով փող էր վերցնում Եվրոպան։ Դե մեզ էլ է գցել արդեն ինչ ահռել է պարտքերի մեջ։ Այո։ Այո, 15 միլիարդը մեզ քիչ էր։ Հիմա էլի կսկսենք փորել այդ փոսի մեջ, գնալով, խորանալու ենք պարտքային փոսի մեջ, որը մուծելու են մեր երեխաները եւ մեր թոռները։ Երևի լուծումը դա էր։ Ես ուղղակի հարց ունեմ, ում համար էր սա արվում։ Ռուսաստանի շուկայից զրկվելը ում օգուտ բերեց։ Ինչով դա մեր ժողովրդին օգուտ բերեց։ Միթե պարզ չէ, որ սա կարգադրանք էր արտասահմանից, կարգադրանք էր, որ մենք կտրվենք Ռուսաստանից եւ ենթարկվենք Թուրքիային, Ադրբեջանին։ Մեր ժողովրդի շահերին դա ինչպես է համապատասխանում։ Ոչ մի ձևով։ Հա, բայց եթե Ռուսաստանը դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից, ինչպես Փաշինյանն էր հաշվել, ասաց 200 անգամ Վլադիմիր Պուտինի հետ խոսել եմ։ Այդ 200 անգամ հանդիպումների կամ հեռախոսազրույցների ընթացքում պետք է որ արտահայտած լիներ, ոչ թե ասենք հայ ժողովուրդը հիմա Նիկոլ Փաշինյանի պատճառով նման զրկանքներ է կրում կամ նման պատմությունների մեջ է հայտնվում։ 200 անգամ պետք չէր խոսել, պետք էր ուղղակի չխոսել եւ հեռանալ, որ իրանց տեղը գային լուրջ մարդիկ, ինչպես մեր առաջի 3 մեր ղեկավարները, որոնց օրոք ու մորոք մենք ունեցել ենք նորմալ, լավ հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ Արևմուտքի հետ եւ նորմալ ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Նրանք դրա ձևը գիտեին եւ մենք դա տեսել ենք, որ դա աշխատում է։ Դրա համար պետք չէր փողոցից մարդ բերել, որը որևէ ոչ կրթություն ունի, ոչ պատրաստություն, ոչ էլ իր բնավորությունը, դիվանագիտական բնավորություն չի, որը սովորություն ունի ամեն ինչ ասել, դուս տալ։ Եթե մենք ուզում ենք կամաց, ես ու դուք խոսացել ենք Տիկին Սարյանցի սրա մասին տասնյակ անգամներ։ Եթե մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ասում եմ, Եվրոպայի հետ խորացնել մեր համագործակցությունը, ով էր դեմ։ Ոչ ես եմ դեմ, ոչ դուք եք դեմ, ոչ էլ մենք դա նենց չի որ չենք արել։ Դուք հիշում եք ՍԵՊԱ պայմանագիրը անընդհատ նշում ենք սա։ 2017 թվականի։ Այո, մենք դա անում էինք, մենք դրա ձևը գիտեինք։ Այդ դուք եկաք փողոցից, ամեն ինչ խառնեցիք, քանդեցիք։ Նայեք Ադրբեջանին, շատ գեղեցիկ ձևով եւ ռուսներից են փող վերցնում եւ արևմուտքից։ Շատ գեղեցիկ ձևով եւ Պուտինին են ժպտում եւ Ուրսուլային են ժպտում։ Երկու կողմից ինչ ուզում վերցնում են։ Երկու կողմից էլ ամեն ինչ վերցնում են, իրանց շահն են հետապնդում։ Ու նայեք մեզ, հիստերիկ, գորգորոցներ, անհավասարակշիռ, ինչ-որ անհասկանալի քայլեր, ինչ անպայմաններ դուք բերեիք Զելենսկուն, այն էլ մի հատ գոնե մեկը վեր կանար, ասեր պարոն Զելենսկի, գիտեք, մենք այստեղ հավաքվել ենք ուրիշ առիթով, մենք խոսում ենք խաղաղության մասին, Հայաստանի մասին, այս սպառնալիքները դուրս են գալիս, ասենք, շրջանակներից, մեր
մեր կոնֆերանսի շրջանակից։ Գոնե մի փոքր բան, դիվանագիտությունը, գիտեք, երեխան էլ դա կհասկանար, որ չի կարելի այսպես քեզ պահել։ Ինչու մենք պետք է տուժենք այս մարդկանց անպատրաստ լինելուց, ոչ պրոֆեսիոնալ, ոչ լուրջ, անհավասարակշիռ, ինչու մենք պետք է զոհ դառնանք դրա։ Իդեպ փորձում էի հիմա այս ընթացքում հիշել երբևէ օրինակ Ալիևը որևէ գերտերության ղեկավարի հետ կամ ղեկավարի մասին կամ որևէ երկրի ղեկավարի մասին, բացի Նիկոլ Փաշինյանից, ում մասին է այդպես արտահայտվել, ես չեմ հիշում, անկեղծ չեմ հիշում, ասենք բացի Փաշինյանին այդ հարբած ծաղրածու եւ այլն տարբեր պիտակներ տալուց, ես չեմ հիշում, որ Ալիևը օրինակ ասենք Պուտինի հետ կամ չգիտեմ նույնիսկ Զելենսկու հետ կամ որևէ մեկի Լուկաշենկոյի հետ այդպես խոսի կամ նրանց մասին այդպես որևէ երկրի մասին։ Որովհետև նա, չնայած նա այնպես չէ, որ մեր ընկերն է, գոնե այսօր հույսով ենք, որ մի օր դա կարող է լինել, չնայած չգիտեմ, նա դաստիարակված մարդ է, նա կրթություն ստացած մարդ է։ Նա գիտի, որ ամեն ինչ չեն ասում, գնալ Մոսկվա սենց բան ասել Պուտինին, մենք ձեր հետ կմնանք, մինչև կարողանանք գնանք ձեր թշնամիներին, որ դա նույն բանն է, որ տղամարդը իր կնոջը ասի, գիտես, ես քո հետ մի քանի տարի կապրեմ, հետո կգնամ սիրուհուս մոտ։ Օրինակ, այս ինչ ասելու բան է։ Ոնց կարելի է այսքան անպատրաստ, անհավասարակշիռ մարդու ուղարկել Մոսկվա, որ մենք հիմա ասենց վիճակի, այսպիսի վիճակի մենք լինենք։ Եվ դա հələ ամենափոքր խնդիրն է։ Դուք հասկանում եք, որ այս մարդը պատերազմ է կառավարել։ Ես վերջերս վիդեոներ եմ լսում, մեր նախկին պաշտպանության նախարարն է պատմում, թե ինչպես սարսափելի որոշումներ էին ընդունվում, երբ որ զգուշացնում էին, որ պատերազմ է գալիս, նա հրաժարվեց խաղաղության ծրագրից, որ իրեն ներկայացվել էր, վերջերս հրապարակվեց, տեսանք։ Նա սխալ որոշումներ էր ընդունում պատերազմի ժամանակ, երբ որ պետք էր պատերազմը կանգնեցնել։ Պրոբլեմը այն չի, որ ես մարդուն ատում եմ, լինի թե չլինի ինձ մեկ է, բայց երկիրը չի կարող ղեկավարել մի մարդ, որը այսպիսի սխալներ է կատարում։ Չի կարելի, որտեղ մենք ենք այդ գինը մուծում ենք մենք մեղք ենք, մեր երիտասարդները, մեր ժողովուրդը մեղք է, մեր ժողովուրդը արժանի է լուրջ, պրոֆեսիոնալ, հավասարակշիռ կառավարության, որը կարողանա ապահովի խաղաղությունը եւ որ մենք հանգիստ նորմալ ձևով ապրենք, ոչ թե ամեն օր ինչ որ նոր հիստերիկա լսենք առավոտվանից։ Նաև հիշեցի, որ Վրաստանի իշխանություններին, այս նոր իշխանությունների մասին եվրոպական համայնքի ներկայացուցիչների առաջ այստեղ մի կոնֆերանս էր, թե համաժողով էր տեղի ունենում, Փաշինյանը Վրաստանի իշխանությունների մասին ասաց ոչ լեգիտիմ։ Ուզում էի հասկանալ, թե քո ինչ գործն է, քիթդ մտցնում ես օրինակ Վրաստանի իշխանությունների հարցերին ես խառնվում, լեգիտիմ են, լեգիտիմ չեն, հա, չնայած ինքը այդպիսի փորձ ուներ։ Ժամանակին ռուս-վրացական պատերազմից հետո, այդ ջախջախիչ պարտությունից հետո նա Սահակաշվիլուն հրապարակավ դիմեց, ասեց հրաժարական տուր պետությունը այդ պարտության նվաստացումից թող դուրս գա։ Ինքը հիմա 44-օրյա պատերազմի խայտարակ պարտությունից հետո ինքը հրաժարական չի տալիս։ Այսօր Սահակաշվիլին հայ ժողովրդին կոչ է անում գնալ եւ Նիկոլին ընտրել։ Հասկանում եք աբսուրդը։ Դա տարական էթիկայի խախտում է, տարական դիվանագիտական եւ մարդկային էթիկայի խախտում է։ Այս մարդը ակնհայտ է, որ պատրաստ չի պետության ղեկավար լինել։ Այսպիսի բան երեխաները գիտեն, որ գնում ես ուրիշի ընտանիք, չես սկսում մարդու կնգա հարցերով զբաղվել կամ միջամտել, դա անթույլատրելի է։ Ոնց ես կարող մտնել ուրիշի ընտանիքի գործերի մեջ։ Եվ պետության ղեկավարը առաջի բանը, որ պետք է նա իմանա, չի կարելի խառնվել ուրիշ պետության ներքին քաղաքական process-ների մեջ։ Չնայած մեր եվրոպական ընկերները կարծես թե այդ դասը չեն սովորել, որտեղ նրանք մեղադրում են Ռուսաստանին միջամտության մեջ, գալիս են իրանք ավելի շատ են միջամտում, որ Ռուսաստանը չմիջամտի։ Մենք դառանք կռվախնձոր։ Եվ հետո Տիկին Սերյանյան, եթե ցանկանաք, վերջերս մի շատ սարսափելի բան տեղի ունեցավ, որ արեց այս կառավարությունը, ես չգիտեմ, կարևոր է հիմա դրա մասին խոսել, գուցե այդքան էլ չէ, բայց մենք զիջեցինք Մեղրին, մենք խոսեցինք մեր շատ սիրելի ընկերոջ հետ, պրոֆեսոր Կալֆայանի հետ, Փարի ասաս համալսարանից, նրանք ստորագրել են սարսափելի պայմանագիր։ Նկատի ունեք այս վերջին թուղթը Ռուբիոյի հետ։ Այո, որով Հայաստանը ենթարկվում է Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի օրենքին։ Մենք մեր իրավասությունը այլևս չունենք Մեղրիում։ Սա դարել է պաշտոնական գաղութ, որտեղ մեր օրենքը եւ մեր սահմանադրությունը երկրորդական են, իսկ առաջնային է այս պայմանագիրը, որը մենք ստորագրել ենք, եւ ես էլ ասեմ եւ վերջացնեմ, այնտեղ լինելու են երկրորդական, երրորդական ընկերություններ, կոպալարու այսպես ասած, թե կապալարու ընկերություններ, պատրաստիչներ, բարձ ասած,
ովքեր իրավունք են ունենալու գործել ինչքան կցանկանան եւ մասնավոր ընկերություններ եւ կառավարություններ եւ այդ երրորդ կողմը ըստ ամերիկացի եւ անգլիացի հետազոտողների լինելու է Թուրքիան եւ Ադրբեջանը եւ նրանք մտնելու են մեղրի եւ մենք սա չենք կարողանալու կանգնեցնել Իրականում Ռուբիոյի այդ կայծակնային այցը հենց դրանով էր պայմանավորված, որովհետև նրանք եւս մտածում էին, որ այսպես ասած ֆորս-մաժորային իրավիճակ կարող է լինել եւ Փաշինյանը չանցնել, չհաղթել ընտրություններում, հետեւաբար նրանք պետք է շատ արագ այդ թղթերը ստորագրեին։ Հիմա հաջորդ եկող որևէ իշխանություն իրականում հայտնվելու է ծուղակում, եւ եթե հանկարծ փորձի շրջանցել այդ պայմանագիրը եւ մեր երկիրը խնդիրներ է ունենալու Նյու Յորքի միջազգային տարբեր դատարաններում եւ կարող է օրինակ պայմանագրի մյուս կողմը, օրինակ նույն Միացյալ Նահանգները տարբեր սանկցիաներ կիրառի արդեն Հայաստանի դեմ։ Նիկոլ Փաշինյանին ինչ Ռուբիոն եկավ, դա ռիսկային մենեջմենտի մեջ է տեղավորվում, եկավ շատ արագ թուղթը ստորագրեց, գնաց։ Այո, որ չհասցնենք կանխել մեղրիի գաղութացումը, շատ ճիշտ եք ասում։ Մենք հիշում եք ձեր մոտ քանի անգամ խոսել ենք Եգիպտոսի Սուեզի կանալի մասին, ջրանցքի մասին, երբ 56 թվին Ամալ Աբդալ Նասրը փորձեց դա հետ բերել, իրեն Անգլիան եւ Ֆրանսիան ասացին, ոչ, սա արդեն 100 տարի օգտագործվել է մեր կողմից, դուք ստորագրել եք, սա մերն է, եւ պատերազմ սկսեցին։ Հիմա այդ նույն բանը, դե ոչ թե նույն բանը, բայց դա հեռանկարը մեր գլխի վրա կախած է հիմա, ինչպես ենք մենք սա հետ բերելու, եւ մի բան էլ ասեմ, այնտեղ պարզ գրված է, որ ստեղծվում է նոր ընկերություն, TDS ընկերություն, որը ներքին կարգով որոշումներ է կայացնելու ապագա փայատերերի մասին, ապագա թղթիկների ոնց են տոմսեր, փայատոմսեր, ինչպես են կոչվում, բաժնետոմսեր, այո, բաժնետոմսերի բաշխումը ապագայում փոխվելու է ըստ իրենց ներքին որոշումների, որոշ մեխանիզմների Հայաստանին ոչ ոք չի հարցնելու, ով այնտեղ տեր դառնալու, բաժնատեր դառնալու, եւ գրված է, որ երրորդ կողմերը հնարավորություն են ունենալու ֆինանսավորել, շինարարություն անել, սպասարկել եւ առերեսվել մեր ոչ թե մեր, այլ իրանց կլիենտների հետ, վարորդների հետ, իսկ ամերիկյան կենտրոնը, հետազոտական Վաշինգտոնի կենտրոնը գրում է, տեխնիկապես Հայաստանը պահպանում է իր սուվերենությունը, բայց իրականության մեջ Թուրքիան եւ Ադրբեջանը ձուլվում են։ Դե գնացեք, կարդացեք։ Ինձ ասում եք KGB, FSB, արդեն չգիտեմ որ երկրի ագենտ, դե գնացեք ամերիկացիներն էլ ասեք։ Երևի Վաշինգտոնում հենց նստած են Պուտինի ագենտները, որ սենց բան են գրում։ Մենք տեխնիկապես, այսինքն ֆորմալ ձևով պահպանում ենք մեր սուվերենությունը, բայց իրականության մեջ դա արդեն Թուրքիա եւ Ադրբեջանի ձուլում է եւ մենք նստելու ենք հետևի սենյակում։ Մի հատ երկիր գտեք աշխարհում, որի սահմանապահները նստում են հետևի սենյակում, լավա չեն ասել մտեն շկաֆի մեջ։ Դե ադրբեջանցիները ասում էին, որ Ռամիլ Սաֆարովը եւ նրա նման խնդիրներ ունեցող Հայաստանի հետ խնդիրներ ունեցող ադրբեջանցիները պետք է անխոչնդոտ գան անցնեն ու որևէ մեկը չպետք է նրանց ստուգի, վերահսկի նրանց շարժը, այնպես որ նրանք ըստ էության հասային եւ Ալիևը արդեն հայտարարում է ժամկետները, երբ են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու գործարկելու։ Այո։ Պարոն Խաչիկյան, մի բան կուզեի հասկանալ։ Ռուբիոն երբ որ Հայաստան այցելեց այդ թղթերը ստորագրելու ընթացքում ինքնաթիռում խոսել է Լավրովի հետ, Ռուսաստանի արտգործնախարար։ Դրանից առաջ իհարկե մասնավորապես Չինաստանի հետ կապված հարցերի, Իրանի հետ կապված հարցերի շուրջ 1 ժամից ավել հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը։ Ինձ հետաքրքիր է, չեք կարծում, որ կարող են օրինակ եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը համաձայնության եկած լինեն այս հարցերում, այս տարածաշրջանի հետ կապված հարցերում եւս։ Դժվար չի, չէ՞, կռահել, որ Ռուբիոն ինքնաթիռով երբ որ գալիս է Հայաստան ու խոսում է Լավրովի հետ, վստահաբար նրանք խոսել են նաեւ այս այցի նպատակների մասին, այդ ստորագրվող թղթի մասին, Իրան, Հայաստան։ Այո, եւ դուք շատ ճիշտ բան ասեցիք, շատ կարեւոր բան ասեցիք, շատ հնարավոր է, ինչպես մենք ձեր մոտ 3 տարի առաջ, թե 4 տարի առաջ ասել էինք, հենց այդտեղ որտեղ դուք նստած եք, շատ հնարավոր է, որ Ռուսաստանը որոշ զիջումներ կարող է կատարել մեր ռեգիոնում,
երկրորդ անգամ, քանի որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է Ուկրաինան, դա ոչ թե նրա համար է, որ նրանք վատ մարդ են, այլ նրա համար է, որ իսկապես իրենց համար կենսական հարց է Ուկրաինան։ Եվ Միացյալ Նահանգների հետ որոշ համաձայնության կարող են գալ Ուկրաինայի հարցում, չնայած այդպես չէ, որ դա ստացվում է։ Եվ որոշ ձևով Կովկասը բացել Միացյալ Նահանգների համար։ Դա շատ հնարավոր է։ Մենք անընդհատ ձեր մոտ դրա մասին խոսում էինք։ Երբ տեսեք ուրիշ մի բան ինչ է տեղի ունենում, մենք Սյունիքը դարձրեցինք ցամաքային Հորմուզի նեղուց։ Մենք Հորմուզի նեղուցը բերեցինք Հայաստան։ Ցամաքային Հորմուզի նեղուց։ Ինչու՞, որովհետև այն ինչպես Հորմուզի նեղուցում են բախվում տարբեր պետությունների շահերը, նավթը դուրս հանել, դուրս չհանել, զավթել նեղուցը, չզավթել, Իրան, Միացյալ Նահանգներ, այլն։ Այդ նույն ձևով կներեք, այդ նույն ձևով հիմա այստեղ բախվում են մի կողմից Իրանի եւ Ռուսաստանի շահերը, որպեսի թույլ չտալ որ այնտեղ կառուցվի այդ միջանցքը, որը կտրում է Իրան-Ռուսաստան բոլոր այդ գծերը, հյուսիս-հարավ այդ գծերը, հիշում եք իր խաղաղության խաչմերուկը, որ ոչինչ էլ չստացվեց դրանից։ Այդ հյուսիս-հարավ բոլոր կոմունիկացիաները կտրվում են, Իրանը մեկուսացվում է, եւ Իրանը դա իհարկե դուր չի գալու։ Այն էլ մենք կարող է պատահի, եթե սա իրականացվի, մեր տարածքում ստեղծում ենք մի օբյեկտ, որը անմիջապես թիրախ է դառնալու Իրանի համար։ Եվ Ռուսաստանի եւ Իրանի համար սա մեծ վտանգ է։ Իսկ մյուս կողմից մենք ունենք Իսրայելը, իդեպ ասեմ, մինչեւ չեմ մոռացել։ Երբ որ խոսում եմ մեր ամերիկացի ընկերների հետ, վերլուծաբանների հետ, նրանք եւ վրացի իմիջիալոց, իմ վրաց գոլեգան եղել էր կոնֆերանսում Թուրքիայում հենց այդ հարցով, նա ասում է, դուք հասկանում եք, որ դուք այս միջանցքը տվել եք փաստորեն Տրամպի բանին, անտուրաժին, Տրամպի այդ մերձակա մարդկանց, իսկ այնտեղ ով է, մեր սիրած Կուշներն է, որը զբաղվում է հենց այսպիսի գործերով ամբողջ աշխարհով։ Մեր սիրած Չակերտավոր, այո, որը շատ սերտ կապեր ունի Նետանյահուի հետ եւ Իսրայելի լոբիի հետ։ Մենք փաստորեն մեղրին հանձնեցինք մի մարդու, որը դա կարող է շատ արագ ձևով ենթարկել Իսրայելի լոբիի ազդեցության, արդեն ազդեցության տակ են։ Իսկ Իսրայելի ամենասերտ դաշնակիցը դա Ադրբեջանն է։ Շնորհավորում եմ ձեզ, հպարտ քաղաքացիներ, մեղրին հանձնվեց փաստորեն Իսրայելին եւ Ադրբեջանին։ Էլի կհարցակվեն ին վրա, էլի կսկսեն ասել կբանտարկեն, կնստացնեն, կգտակահարենք, գնացեք on-line Լոնդոնի տնտեսական համալսարան London School of Economics գրված է այստեղ Թուրքիան եւ Ադրբեջանը ստանալու են ստրատեգիական դիրքեր ֆինանսավորման, շինարարության, սպասարկման եւ ուրիշ բնագավառներում։ Հայաստանը պահպանում է իր ֆորմալ սուվերենությունը, հետևի սենյակում է մեր սուվերենությունը մնալու։ Իդեպ վերջերս հրապարակում էր պատրաստվել միջազգային լրատվամիջոցներից մեկի կողմից Ադրբեջանում իսրայելական զորքի տեղակայման մասին ամերիկյան CNN-ն էր իր աղբյուրների համաձայն հրապարակում պատրաստել Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելը առնվազն մի քանի տասնյակ իսրայելական զորք է տեղակայել Ադրբեջանում Իրանի հետ հյուսիսային սահմանների երկայնքով, դրանց թվում էր իսրայելական հատուկ նշանակության զորքերի էլիտար ստորաբաժանումների ներկայացուցիչները եւ հետախույզները, սա շատ կարևոր հաղորդակցություն էր, իհարկե Ադրբեջանի արտգործնախարարությունն էր կարծեմ հերքել, Վարժան Գեղամյանը այդ կապակցությամբ գրել էր, որ իր կարծիքով դրանք տեղակայվել են օկուպացված հայկական Արցախի տարածքում, քանի որ թիրախում եղել է Թավրիզ քաղաքը, որին ամենամոտը հենց Արցախի տարածքն է, ու դեռ չգիտենք ինչ զարգացումներ կլինեն այս ընթացքում։ Իդեպ տվյալներ հրապարակվեցին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի մասնակցության մասին, ընտրողների ընդհանուր թիվը 74, ուժեղ Հայաստանը ստացել է 30 ձայն, այսինքն 40.54%, Հայաստան դաշինքը ստացել է 18 ձայն, 24.32%, ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիրը ստացել է 17 ձայն, 22.97%, Բարգավաճ Հայաստանը 5 ձայն, 6.76%, ազգային ժողովրդավարական ԲՎՌ-ը ստացել է 4 ձայն, այսինքն 5.41%, արդեն իսկ փաստորեն ձայների հաշվարկից տեղեկություններ ենք ստանում, առաջինը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից փաստորեն։ Եթե թույլ տաք Տիկին Սերանյան, ձեր առաջիկի մասին ասեմ, դուք որ ասում եք Իսրայել իր օբյեկտները ունի Ադրբեջանի տարածքում, մենք դա գիտենք, մենք գիտենք
Չնայած նրանք գորգորում են անընդհատ, բայց դա փաստ է։ Իսրայելի մամուլը գրել է, որ Ադրբեջանին զինել է հենց Իսրայելը, 70% այդ զենքի Իսրայելից էր։ Ես բացարձակ հակաիսրայելական չեմ, ես ուղղակի ասում եմ փաստերը։ Նրանք դաշնակիցներ են, եւ հիմա մենք այս միջանցքը տրամադրելով Իսրայելին եւ Ադրբեջանին ինչ ենք ստեղծում։ Ստեղծում ենք հակաիրանական միջանցք, որով կարող են տեղափոխվել ռազմական բեռներ, որոնք մենք չենք կարող ստուգել։ Այսինքն մենք դառնում ենք հակաիրանական այդ կոալիցիայի, ասենք, пассив անդամ, քանի որ մենք մեր տարածքը թույլ ենք տալիս, որ օգտագործվի Իրանի դեմ, մենք մտնում ենք այս պատերազմի մեջ նույն ձևով, ինչպես մտավ Կատարը, Բախրեյնը, Կուվեյթը, Էմիրատները եւ ուրիշ այն երկրները, որոնք տարածք տվեցին, իրենց տարածքը թույլ տվեցին, որ օգտագործվի Իրանի դեմ։ Հիմա նույն բանը ապագայում հնարավոր է, որ մենք էլ կարող ենք դա թույլ տալ, որը տապալելու է մեր բարեկամ երկրի, մեր ռեգիոնում միակ հուսալի դաշնակցի, եթե Կովկասը եւ Միջին Արևելքը վերցնենք, Իրանի հետ մի երկիր, որը մեզ փրկեց 90-ականներին, հիմա մենք թշնամանում ենք եւ ոնց որ զորով, այս մարդիկ ոնց որ զորով ինչ կա, հակառակն են անում, մեր ժողովրդի հակառակը։ Եվ վերջի կետս, ինչպես ասեց պարոն Կալֆայանը, ում հետ ես խոսեցի, դուք եք շատ լավ ճանաչում, մենք այլևս որևէ երաշխիք չունենք, որ Հայաստանից դեպի Իրան հնարավորություն կունենան կառուցել ճանապարհներ կամ երկաթուղի կամ այս կոմունիկացիաները չեն ընդհատվի։ Այսինքն մենք կարող ենք զրկվել կյանքի ճանապարհից, որը մեզ 90-ականներին փրկեց ցուրտ ու մութ տարիներին, այդ ճանապարհը Հայաստանը փրկել էր, երբ որ գազատարը պայթացրել են Վրաստանում։ Հիմա մենք այդ ճանապարհը կարող է չունենանք, քանի որ այնտեղ լինելու են թուրք եւ ադրբեջանական ընկերությունները եւ նրանք են որոշելու մենք անցնում ենք մեղրիով, թե չենք անցնում։ Շնորհավորում եմ ձեզ։ Պարոն Խաչիկյան, մի բան ինձ համար հասկանալի չէ։ Թուրքիան եւ Ադրբեջանը վստահաբար ծանոթ են, գոնե Հաքամ Ֆիդանը արտաքին հետախուզության ղեկավարն է եղել, շատ լավ ծանոթ են սոցհարցումներին Հայաստանում, այդ թվում ամերիկյան հանրապետական կենտրոնի IRI-ի արած հարցումներին։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները որպես սպառնալիք դիտարկում են իրենց անվտանգությանը սպառնալիք, դիտարկում են Թուրքիան եւ Ադրբեջանը, ճիշտ է թե ոչ։ Ամենաբարձր տոկոսը, այսինքն հայ ժողովուրդը վտանգը այդտեղից է տեսնում, որ թուրքերն ու ադրբեջանցիներն են ուզում ոչնչացնել հայերին, որ հիմնականում իրենք են։ Ինձ հետաքրքիր է, եթե իրենք իսկապես այդպես շատ են ուզում, չէ, Փաշինյանին, որպեսզի անցնի եւ չեն թաքցնում, իրենք բաց դրա մասին խոսում են։ Իրենք այս տվյալներին չեն տիրապետում, ինչու են այդպես անթաքույց դա անում, օրինակ լրատվամիջոցները թուրքական նախ այս տարիների ընթացքում անընդհատ ցույց են տվել, որ իրենք են նույնիսկ ասում, որ Ալիևն էլ, որ իրենք են նպաստել 18-ի հեղափոխությանը, բերել իշխանությանը, անընդհատ ցնցումների մեջ էին ընկնում, երբ որ Հայաստանում ընդդիմությունը ոտքի էր կանգնում, դիմադրության շարժման ժամանակ լիներ, թե հայրենիքի փրկության, թե Բագրատ Սրբազանի առաջնորդար շարժման, ու անվանում էին ընդդիմությանը ռևանշիստներ, մեր ներքին գործերին էին խառնվում։ Հիմա իրենք ամեն կերպ ցույց էին տալիս եւ վերջերս էլ, թուրքական տարբեր հեռուստաընկերություններ, լրատվամիջոցներ անընդհատ Հայաստան են գործուղում իրենց լրագրողներին, հիմա էլ ընտրությունները լուսաբանելու համար դրանով նաև ցույց են տալիս, թե որքան կարևոր է Հայաստանի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը իրենց համար։ Լավ չէին կարող գոնե զսպել այդքան ցույց չտալ, որովհետև հայ ժողովուրդը իրենց դիտարկում է, գուցե Փաշինյանը իրենց թշնամի չի համարում, բայց հայ ժողովուրդը իր անվտանգությանը սպառնալիք դիտարկում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ինչու էին այդպես բացեի-բաց, ինչու են այդպես բանանում, բաց աջակցում։ Որովհետև անգամ չեն հարգում իրեն։ Եթե իրեն տեսնեին որպես իսկապես երկրի ղեկավար, որի հետ պետք է հաստատել հարաբերություններ, խաղաղ հարաբերություններ, անգամ եթե մենք բոլորս հիշում ենք 6 տարի առաջ ով էր կազմակերպել պատերազմը, ով էր սպանել 5000 հայ զինվոր, որ այդքան հնգնավորվում են այդ թվից, թող գնան ամերիկյան սենատոր Մենենդեսից հարցնեն, որտեղից այդ թիվը 5000։ Նրանք այդ 5000 մարդուն սպանել են 6 տարի առաջ, այնց որ նես չի, որ մենք առանց որևէ հիմնավորման ենք այսպես վերաբերում, բայց
Եթե նրանք դուք ճիշտ եք, եթե նրանք գոնե հարգանքով վերաբերվեին այս անձին, կասեին, դե եկեք զսպենք մի քիչ մեր ռիտորիկան, եկեք գոնե չսպառնանք, սպառնալիքներ չլինեն։ Օրինակ, այս կոնֆերանսը, որը լինելու է մի քանի օր հետո Նախիջևանում, վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան, նրանք չէին անի։ Ալիևը բացեբաց չէր ասի, որ այդ իր ազգային գիտությունների ակադեմիայում էր, չէ, ելույթ ունեցել, որ ասել էր Սևանը դա գյոչա է եւ այլն եւ այլն։ Անկամ այսպիսի կապիտուլյացիայից հետո այս ռեժիմի նրանք իրանց չեն էլ հարգում, նրանք սպասում են, որ սրանք մեկը ենթարկվելու են, նրանք պետք է մեզ ենթարկվեն։ Մենք ասում եմ, մենք արդեն սուվերենության մասին խոսալը, այս քպայականները, որ գոռգոռում են սուվերենության մասին, մի հատ ես իրանց կմուծեմ, Ucom-ը թող մի հատ իրանց SIM card տա, մտնեն ինտերնետ, նայեն սուվերենությունը ինչ է։ Մենք ընդհանրապես սուվերենություն չունենք։ Երբ որ հարևան երկրի ղեկավարը ձեզ ասում է դուք ինչպես պետք է ձեր ընտրությունները վարեք, փոխեք ձեր սահմանադրությունը, Արարատը հանեք ձեր զինանշանից, մենք արդեն փաստորեն ինքնավար հանրապետություն ենք դարել իրենց կազմում։ Սա դրա համար են այսպես մեր հետ խոսում, որովհետև մեզ չեն տեսնում որպես սուվերեն պետություն, չեն հարգում։ Համատարած հոսանքազրկումների մասին ահազանգեր թվերը տեղամասերի ավելի շատացել են ընտրատեղամասերի։ Այս պահին ըստ տվյալների հոսանքազրկված են հիմա հաշվեմ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ընտրատեղամաս։ Խայտառակություն։ 10 ընտրատեղամաս արդեն հոսանքազրկվել է։ Ինչ է կատարվելու, պատկերացնում եք այս ընտրատեղամասերում, սա ինչ վիճակ է։ Գինու փառատոն էին անում, չգիտեմ ինչ էին անում, գնան այս հարցերը կարգավորեին։ Իհարկե սպասելի էր, որ սենց բան անելու են սրանք, որտեղ նախորդ ընտրությունների ժամանակ էլ են արել, էլի անջատել են, նույնիսկ բաների հաշվարկների ժամանակ, բանը ուղիղ եթերը ընդհատվեց, բայց այսպիսի, հա, թիվ համատարած այս հոսանքազրկումները խայտառակություն է։ Մենք զգուշացրել ենք Տիկին Սերանյան, որ այսպիսի բան լինելու է, մեր մարդկանց խնդրել ենք, որ մոմերով գնան, պետք լինի ծննդյան տորտով էր գնան, եթե լույսը անջատում են, սովորաբար այդ ժամանակ բաներ, մոմերը վառում են։ Մոմեր վերցնեն, ֆանարիկներ վերցնեն, դիսկոբոլ վերցնեն, որովհետև մենք գիտենք, որ սենց է լինելու, սա խայտառակություն է, սա Սադամ Հուսեյնի ընտրություններն են, եւ 1000 ամոթ այն բոլոր արևմտյան կառավարություններին եւ կազմակերպություններին, որոնք լուր նայում են, թե ինչպես են գողանում հայ ժողովրդի կամքը, հայ ժողովրդի ընտրությունները մեզանից գողանում են եւ նրանք հանգիստ տեսնում են։ Սա խայտառակություն է, անընդհատ լույս անջատել, պարզ է ինչի համար, որ այն բոլոր քվեաթերթիկները, որոնք չհասցրեցին ցերեկը գցել արկղների մեջ, հիմա գցեն, իսկ պարզ չէ։ Երբ որ նրանք խմբերով մտնում էին խցիկների մեջ, պարզ չէ ինչի էին դա անում։ Սա ընտրություն չէ, սա ձեռառնել է։ Շնորհակալ եմ, պարոն Խաչիկյան, որ կարողացաք ժամանակ գտնել, կապ հաստատել, այս պահին հիմա հաշվարկներն են սկսվել ընտրատեղամասերում, հետևենք, գուցե ինչ-որ բան լինի, էլի դիմեմ ձեզ կապ հաստատենք, մենք անընդհատ աշխատելու ենք ուղիղ եթերում, հարգելի հետևորդներ, մենք այլ ուղիղ կապով տալիս ենք հաշվարկները, անհրաժեշտության դեպքում նաև ինքս կներկայացնեմ, շնորհակալություն պարոն Խաչիկյանին, հիշեցնեմ զրուցակիցս էր Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը, ես մինչ այդ հայտարարել եմ, որ իմ զրուցակիցը պետք է լինի նաև Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը, նա մեզ կմիանա ավելի ուշ կներկայացնի Գյումրիում ինչ էր կատարվում այսօրվա ընթացքում։ Առայժմ մնացեք կապի մեջ, հետևեք մեր ուղիղ եթերին, կհանդիպենք։ Thank you.